Սա չելենջը, որի ընթացքում ես պետք է ընդամենը մի կադրով ներկայացնեմ ամառանոցի ամենամեծ առանձնատներից մեկը։ Գնաց, ունենք լողավազան, մեծ սիրուն, պապաները մտնում են մեջը, չոփ։ Ստեղ ունենք էսթետիկ զոնա, էսթետիկ գըրլերի համար եւ իհարկե սպորտային տղեկի համար ունենք վոլեյբոլի զոնա։ Ոտով չեն տշում վոլեյբոլի գնդակը ռոզա։ Դուք ստեղ պատկերացնում եք ինչ համով խորոված եք սարքելու։ Ես օրինակ համը արդեն զգում եմ, իսկ հետո որտեղ ենք վայելելու այդ խորովածը, այս փակ 25 հոգու համար նախատեսված սիրուն տաղավարում։ Գնացինք։ Եթե ասում եք բամել երեխեք ինչ պիտի անեն։ Ոնց ինչ պիտի անեն։ Գալիս են այստեղ ու սիրուն հոп Ռոզա չընկնես, Ռոզան չի ընկնում։ Գնացինք բակասեց, բա մեծերը ինչ պիտի խաղան։ Գիտեք մենք ձեզ չենք թողելու։ Խաղակ։ Իհարկե թողնելու ենք, ելել ինչ։ Հոպ, թենիս, մի ճիշտ տարիքով են մեծերի համար։ Գալիս եք ու հոպ, հակ, տաքացվող լողավազան, պապիներն էլ մտնում են այստեղ։ Էս ինչ ա կասեք։ Շոքեբաղնիկ։ Խաղալուց հետո ինչ պիտի անեք։ Գաք, 6 եւ ավելին ննջասենյակ ունենք ու 16 հոգու գիշերակաց։ Պարկեք ու մի հատ լավ հանգստանաք։ Այստեղ ունենք ընդարձակ հյուրասենյակ, ստեղ մի հատ լուսավոր խոհանոցին նայեք։ Իսկ այս չելենջի ավարտին իմ շունչը կտրվում է, բայց ես չեմ մահացել, ու այս չելենջը նետում եմ քեզ, Քրիստինե ջան։ Դու էլ արի, ու այս մի կադրով ներկայացրու մեծ առանձնատուն։ Իսկ մանրամասների համար գրում եք համառանոցի էջին։